Ռուբեն Վարդանյանը համախոհների տեղեկություններով 16-րդ օրն է շարունակում է հացադուլը Բաքվի բանտում։ Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է միջազգային Կարմիր խաչի գրասենյակը փակելու մտադրության մասին։ Վարդանյանի աջակիցների խոսքով այս ֆոնին անարձագանք են մնում արտերկրից փաստաբան եւ բժիշկներ գրավելու իրենց կոչերը։ Փետրվարի 18-ից բողոքի ծայրահեղ միջոցի դիմաց Արցախի նախկին պետնախարարը իր հացադուլով աշխարհի ուշադրությունն է հրավիրում, ինչպես ընտանիքի միջոցով էր իր նկատմամբ դատական ֆարսի վրա։ Նրա ամերիկացի փաստաբանը ահազանգել է Ադրբեջանում Վարդանյանի կյանքին սպառնացող վտանգի մասին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը կարևորեց, որ Վարդանյանը դադարեցնի հացադուլը։ Այս հորդորով 5-րդ օրն է Վարդանյանի աջակիցները հացադուլ են անում։ Առավոտյան վատացել է ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության մեքենայով Թանդիլյանը Ազատության հրապարակից հիվանդանոց է տեղափոխվել, հետազոտվել, բայց ինչպես փոխանցեց Առաքելյանը, չնայած բժիշկների հորդորներին, նա հրաժարվում է դադարեցնել հացադուլը։ Բավականին վատավիճակով բժիշկները ով են տալիս, քանի որ չեն կարող պարտադրել հացադուլը դադարեցնել եւ Իսպանիան Թանդիլյանը հրաժարվում է բժշկական միջամտությունից։ Իսպանիան ուղղակի պարտացա առաջին հիվանդանոց։ Ռուբեն Վարդանյանը Բաքվում շարունակված դատի ընթացքում 3 ևս հրաժարվել է ցուցմունքներ տալ, բայց մեղադրող դատախազները միևնույն է, ուղղել են իրենց հարցերը։ Ընդամենը 3 ամիս Արցախում պաշտոնավարած եւ երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքուն նաեւ ահաբեկչության, պատերազմ ծրագրելու ու վարելու մեղադրանքներ է ներկայացրել։ Ադրբեջանը, ինչպես պարզ է դառնում պետական լրատվամիջոցների հաղորդումներից, վերջին նիստում Վարդանյանի մարդասիրական նախաձեռնություններին է անդրադարձել, որոնց շղարշի տակ իբր Վարդանյանը զենք զինամթերք է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Բացի այդ, հարցեր են ուղղել հենց Ղարաբաղում ռազմարդյունաբերության եւ անօդաչուների արտադրության շուրջ Ռուբեն Վարդանյանի բանակցությունների մասին։ Արցախի նախկին պաշտոնյայի լռության պայմաններում դատական նիստի ընթացքում որպես ապացույց ներկայացվել են Վարդանյանի WhatsApp-ով, Signal-ով եւ Telegram-ով ուղարկված նամակագրությունն ու ձայնային հաղորդագրությունները։ Ինչպես պետական Ազերթաջն է փոխանցում, այդ տվյալները հավաքել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Հայ գերիներին Բաքվում խոշտանգելու մասին տեղեկությունների ֆոնին Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարեց, թե այցելել է նրանց ու չի լսել որևէ բողոք։ Անկախ աղբյուրներից Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի այս պնդումները ճշտել հնարավոր չէ, թե երբ է տեղի ունեցել այցը եւս պարզ չէ։ Այդ լավատեսական հայտարարություններում, սակայն, որևէ խոսք չկար Վարդանյանի հայտարարած հացադուլի, ոչ էլ բողոքի այդ քայլին դիմաց մարդու նկատմամբ Սաբինա Ալիևայի հատուկ ուշադրության մասին։ Հարյուրավոր քաղբանտարկյալներ պահելու համար խիստ քննադատության ենթարկվող Ադրբեջանը մտադիր է փակել միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչությունը։ Այս որոշումը կայացվում է հայ գերիների ազատ արձակման հարցով Բաքվի վրա ճնշումն ուժեղացնելու կոչերի ֆոնին։ Կարմիր խաչի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Բաքվի գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին, այն միջազգային միակ կառույցն է, որի միջոցով հայ ռազմագերիները կապ են հաստատում հարազատների հետ, ունենում ծանրոցներ ստանալու հնարավորություն։ Թե կոնկրետ երբ կփակվի Ադրբեջանում մարդասիրական հարցերով զբաղվող միջազգային կառույցը առայժմ պարզ չէ։ Անհայտ է նաև 33 տարի այդ երկրում գործող Կարմիր խաչի գրասենյակը փակելու Բաքվի շարժառիթը։ Լուրջ հարված հայ պատանդների համար Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան անհետ կորածների գերիների հարցով 90-ականներից զբաղվող Լարիսա Ալավերդյանը կարծում է, Ադրբեջանն իր ձեռքերն է ազատում կապանքներից։ Այս պայմաններում նրա խոսքով Հայաստանի կառավարությունը պետք է դիմի Բաքվին հայերին այցելելու համար, եթե ոչ շատ ազդեցիկ միջազգային կառույցները անհապաղ պետք է միջամտեն։ Շատ դժգոհ էր իշխանությունների կեցվածքից։ Ոչինչ չասող, կմկմացվող երկրորդ նախադասությունը այդ բաներից հետո էլի խաղաղության մասին է։ Ինչ եք ուզում ասել, զոհ եք տալիս այդ մարդկանց այդ պայմանագրի, որովհետև չի կարող այդպիսի պայմանագիր լինի, որին չի նախորդում մարդասիրական քայլեր։ Իշխանության հասցեին աճող քննադատության ֆոնին արտգործնախարարությունը օրերս հայտարարեց, շարունակում են միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման խնդրի, կոպտագույն խախտումներով ընթացող դատերի եւ խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա։
Երեք ազգային ժողովի նախագահին փոխանցեցին քննադատությունը, թե իշխանության քայլերը տեսանելի չեն։ Եթե տեսանելի քայլեր անեն, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ Բա որ մեղադրում են, ասում են 150 հոգուց 152, եթե չեմ սխալվում, ոնց դարավ 23։ Խորհրդարանի խոսնակի թիմակիցները, մասնավորապես ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու երկրապահ կամավորականների միությունը ղեկավարող Սասուն Միքայելյանը այսօր շեշտը դնում էին գերեվարման հանգամանքի վրա։ Ինչ պետք էր արվեր, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր, իմ ասած ընդամենը դա է։ Ով պետք է աներ։ Անվտանգության աշխատակիցները, այդ թվում ռուս խաղապանները։ Դա մեր բոլորի սպորտն է, բոլորի ցավն է։ Դե գիտեք ոնց այդ գերավարվելն էլ ուրիշ ընթացք է ունեցել, հավատացին ռուսներին եւ ինչեւ էլ գնացին։